Այսօր մեկնարկեց վաղաշաբաթ համայնքի հավաքանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը ժամը 24:00։ Հավաքանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ 8-րդ համարի ներքո է հանդես գալիս Հայրենի կուսակցությունը։ Հայրենի կուսակցության ցուցակը գլխավորում է վաղաշաբաթի պատվավոր քաղաքացի բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Կուսակցության կարգախոսն է «Վաղաշաբաթ իմ հայրենիք»։ Հայրենի կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվեց վաղաշաբաթցիների, հասարակական քաղաքական գործիչների եւ դահլիճային հանդիպմամբ։ Ելույթներով հանդես եկան Հայրենի կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, կուսակցության անդամներ, քաղաքական գործիչներ, ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը։ Հանդիպումն ավարտվեց երթով եւ քաղաքացիների հետ շփումով։ Ներկաներ, պատվարժան վաղաշաբաթցիներ, ինչպես գիտեք, այսօրվանից մեկնարկում է վաղաշաբաթ համայնքի հավաքանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Հայրենի կուսակցության ցուցակը այս ընտրություններում գլխավորում է վաղաշաբաթ համայնքի պատվավոր քաղաքացի, պատվարժան եւ հայրենասեր հայ Խաչիկ Մանուկյանը։ Հարգելի ներկաներ, Հայրենի կուսակցությունը իսկապես հաղթական հայտ է ներկայացրել այս ընտրություններում, վաղաշաբաթցիներին ներկայացրել է իրական ընտրության հնարավորություն եւ այս տեխնացով ես վստահ եմ, որ մենք ունենանք բարձր մասնակցություն, մենք ունենանք արժանավոր ընտրություն եւ նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը մենք վաղաշաբաթում կունենանք նոր իրականություն։ Բոլորը գիտենք, որ Խաչիկ Մանուկյանը ոչ միայն ներկայացնում է շիմացինը, հերոսի հայր է, լավ մարդ, այն նաև մեծ մտավորական։ Ցանկացած պայքար, նախշեվանաշ պայքարը ժամանակի համար, հետո դա որակների բախտի։ Ես այսօր եմ, որովհետև 100%-ով համոզված եմ, որ ես եկել եմ Հայաստան ամենին փոխանցյալ դարձնելու այս ճակատի աշխատանքներին ողջունելու համար։ Էշվերացինը սա միայն հոգևոր կենտրոն դիրելով չկոչ, իսկապես որակ է ներկայացրել։ Եկեք անաշար նայենք ընդամենը մեկ դար առաջ տեղի ունեցող իրադարձությունների։ Գլխավոր որակը դրսևորում է Էշվերացինում։ Չլիներ երևի նախասահմանված Էշվերացի համար նախասահմանված որակը, մենք պետականություն չենք գրել։ Պետք է ասեմ, որ Խաչիկ Մանուկյանը հայտնի է ոչ թե միայն այստեղ, այլ նաև ամբողջ Հայաստանում մեկ, որովհետև կային ժամանակին մենք ասում էինք ամենայն հայոց բանաստեղծ, անգամ ամենայն հայոց բանաստեղծուհի։ Հիմա ես ուզում եմ ասեմ, որ ամենայն մարտնչող բանաստեղծը այդ մեր ընկերն է, Խաչիկ Մանուկյանը։ Շատ քիչ են այն մարդիկ, որոնք իսկապես մտավորականի դերն են տանում հասարակության մեջ։ Ցավոք սրտի դա այդպես է։ Դրա համար մենք պետք է գնահատենք եւ հասկանանք, որ այս պահին մենք ոչ թե միայն պաշտպանում ենք անձի տեխնացիոնը, մենք պաշտպանում ենք մեր արժեքային համակարգը կրող մարդու, այն մարդուն, որը իսկապես պայքարում է հայոց ինքնության, պահպանության եւ հայապահպանության համար։ Այսօր ամենակարևոր սկզբունքներն են դարձել։ Մենք շատ ուրախ ենք, որ այսօր միասին շարժումը անվերապահ պաշտպանելու է Խաչիկ Մանուկյանի եւ նրա թիմակիցների ուրեմն տեխնացիոնը եւ կարծում եմ, որ այստեղ է, որ իսկապես շատ մեծ պայքար է գնալու եւ համաձայն եմ պարոն Վանեցյանի հետ, որը ասաց, որ սա Հայաստանի Հանրապետության պայքարն է, հաջողությունն է։ Ուզում եմ պատասխանել ամենատարածված հարցին։ Ինչի ընտրենք Հայրենի կուսակցությանը եւ ոչ թե մեկ այլ կուսակցություն։ Այն այստեղ ներկաները յուրաքանչյուրը լավ գիտեն, ովքեր են ներկայացված Հայրենի կուսակցության ցուցակում։ Մենք շատ խոսեցինք Խաչիկ Մանուկյանի մասին, արժանի մարդու, ազնիվ մարդու մասին։ Ես նույն վստահությամբ կարող եմ ասել, որ մեր ցուցակում գտնվող յուրաքանչյուրը նույն արժեքամարտի մարդիկ են։ Նույն ծրագրերի կրողն են։
Եթե ուզում եք փոփոխություններ, սիրելի վաղաշապացիներ, էջմիածինցիներ, խոյ համայնքի ամեն մի գյուղի ներկայացուցիչներ, թվյակեք հայրենի կուսակցության հոգի, որովհետև այս ցուցակում եղած ամեն մի հոգի իստացած ամեն մի քվեի համար պատասխանատվություն է կրելու։ Ամեն մի քվեին բերելու են սեր համար փոփոխություններ։ Այդ փոփոխությունները, որը տասնամյակներ շարունակ երազում են, հայրենիքի վաղաշապատ համայնքում իշխանություն ունենալու դեպքում, որևէ մեկը թող չկասկածի, ունենալու են նոր որակի համայնքային իշխանություն։ Ոչ թե 7 տարվա ընթացքում քաղաքը խնդիրների մեջ խեղդած, તો ոչ թե այս տասնամյակների ընթացքում տարբեր ժամանակներում տարբեր աշխատանքներ կատարած, բայց արդյունքում քաղաքը խեղդված վիճակում թողնող համայնքային իշխանություն։ Ուզում եք փոփոխություններ, սիրելի վաղաշապացիներ, դուրս եկեք ընտրությունների օրը, գնացեք, թվյակեք հայրենի կուսակցություն համար 8 Այդտեղ քաղաքական պայքար չի։ Այդտեղ պայքարը եկեղեցական քանդների եւ եկեղեցական պաշտների միջեւ։ Խաչիկ Մանուկյանը եկեղեցական մարդ է։ Ես չեմ հավատում, որ մի քաղաքացի էջմիածնի ու խոշորացված համայնք նկատում է, որ գնա ձայն տա այն քաղաքական ուժին, որը ողերին պատերազմ է հայտարարել հայ ամենական սուրբ եկեղեցու դեմ։ Երեք ասում չեմ ուզում օրենքներով ծանրաբեռնել, բայց մոռանում են, որ սահմանադրության համաձայն 18 հոդված է։ Ասում Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայապահպանման գործում։ Իսկ այսօր սրանք ընկել են եկեղեցապաշտ մարդկանց հետևից, եկեղեցականների հետևից։ Նորից եմ ասում, սա քաղաքական ընտրություն է իրավաբանորեն, բայց իրականում սա հավատքի ընտրություն է։ Ու ես խնդրում եմ ձեզ, ձեր ցավը տան, ձեր ձայնը տան։ Տեսեք, մի բան ասեմ, ես ինչ մտածում եմ ասում։ Արթուր Դանեցյանն իմ հարգարժան ընկեր։ Շատ հանգիստ կարող էր մի մեծահարուստի ասել գնա ստանցնի գործերը դու ավարտի մի բան գիտեմ, բայց այս մարդը ընտրեց գիտնականի, գիտության մարդու, մարդով իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը։ Եվ ամենակարևորը որ ես անձամբ խնայում եմ եւ ես երեք հեռուստաընկերության ասել եմ, որ պետք է մոդերան Մանուկյանի արս ձեռքը հանդուրել, որ այդ ձեռքով ասանել այն տղային, որ Անանձնական սիրո կրողներին եմ ուզում տեսնել իմ շուրջը և երբ ինձ ասնից լրագրողները հարցնում էին ինչպես եք կարծում քանի տոկոսով եք հաղթանակել, ես պարզ ասեցի 100%-ով։ Ես այդ անանձնական սերն եմ տնում, բոլոր նրանք, ովքեր այդ սերը կրողներն են, նրանք հարբել են ամեն ինչ, նրանք աստվածային էակներ են և ոչ թե գոյանքներ, որը հիմա մեզ հիշեցրեց մեր սիրելի Արամ Սարգսյանը։ Այո, ես չեմ կարողանում մարդ կոչել նրանց, ովքեր հայրենավաճառությամբ են զբաղվում։ Ես չեմ կարող մարդ կոչել նրանց, ովքեր պատրաստ են հայրենի տարածքները օտարել իրենց ստամոքսի համար, չգիտեմ իրենց կետ զավակության համար։ Դուք հրաշք եք, ձեզանով հաղթանակը լինելու։ Ես ուզում եմ, որ այս բարձր տրամադրությամբ և սպասումներով, որ սկսում է Արեզարշավը մաղարշապատ ճշոպարապատ համայնքում, նոյեմբերի 16-ին ունենալի հաղթական ավարտ է։ Եվ այդ հաղթանակը լինելու է հայինը, Հայաստանինը, իրական հավատավոր ժողովրդինը և մեր բոլորինը։ Մեզ հաղթանակ նոյեմբերի 16-ին, հավար 8, Խաչիկ Մանուկյան։